Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԾԱ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դեպքում կարող է վեցերորդ մարդ լինել, յոթերորդ դեպքում, դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Գիտեք, ցանկացած տեղ, որ ես գնում եմ պատարակի, ուրեմն այնտեղ, որտեղ ես մտադրություն ունեմ գնալ պատարակի, ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պետական պահպանության ենթակա ցանկացած անձ։ Եթե ես որևէ եկեղեցի պետքա գնամ պատարակի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ եւ այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Սա ոչ մի նորություն այստեղ չկա։ Նույն բանի մասին եմ։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես իմ անվտանգության հարցը մի րոպե ասեմ ձեզ։ Այդ էլ է շատ կարևոր։ Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը եւ այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ, որովհետեւ այս հարցն էլ երբեմն ճիշտ ընկալում չունի։ Ասում են, վայ, գնացին վարչապետի անվտանգությունը, մի րոպե հիմա հնարավորություն կտակ, վարչապետի անվտանգությունը եւ այլն, ես նախ վարչապետի եւ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը ապահովելը օրենքով սահմանված պարտավորություն է, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, այդպիսի երկիր չկա, որ դա չի գործում, իսկ անվտանգության մի քանի, այդ թվում բովանդակային ապահովության շերտեր կան։ Եվ հաջորդ հարցը թող տա։ Սա ոչ մեկ չի ասում, որ ձեր անվտանգությունը չպետք է ապահովի, բայց կաթողիկոսի անունը, որ հնչեցնում է, ձեր կամ երկաթգծողների կյանքին ինչ վտանգ է սպառնում, որ ԱԱԾ աշխատողը գնում է եւ այս դեպքում Գյումրու հոգեվորականին ասում է, դե Հայաստան վարչապետը պետք է գա կաթողիկոսի անունը։ Սա ինչպես է վտանգում ձեզ։ Որովհետեւ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։